Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Վերջին օրերին շատ քննարկվեց հայ-առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան սպասավորների կուսակրոնության ուխտը խախտելու հարցը։ Սրա վերաբերյալ հրապարակային բազմաթիվ հարցադրումներ արվեցին կոնկրետ անձանց մասով, եւ եթե նախորդիվ այս հարցը մեր հանրության մեծամասնության շրջանում մշտապես եղել է ընդհանրապես ասեկոսեների մակարդակում քննարկման առարկա, ապա դատելով հարցի հասցեատերերի շարունակական լռությունից, ուղղակի հնարավոր չէ հետևություն չանել առ այն, որ այս ենթադրությունները ամենևին ենթադրություն չեն, եւ որ Գարեգին Բեն կամ այլևս Կտրիչ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության ուխտը, որ նա ունի զավակ եւ հետեւաբար պիտի կարգալույծ լինի եւ անհապաղ ազատի վեհարանը։ Այս հարցն իհարկե տարբեր քաղաքական եւ հասարակական խմբերի կողմից արժանացավ տարատեսակ արձագանքների, հաճախ կենտրոնանալով հարցի բարձրացման ձևի վրա եւ անտեսելով բուն բովանդակությունը։ Իսկ քաղաքական ընդդիմության արձագանքն առհասարակ վերաբերվում էր թեմայի շուրջ թերևս ամեն ինչին, բայց բացի հարցի բուն էությանը։ Իսկ հարցի էությունն ու բովանդակությունը առավել քան հստակ է։ Վերջը, հարգելի ընդդիմություն։ Այդ մարդը խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Հարցս ուղղում եմ Տիկին Խամոյանին, ով ցավոք այստեղ չէ, ով շատ է սիրում ուղիղ հարցեր տալ եւ ուղիղ պատասխաններ ակնկալել։ Հիշեցնեմ, որ Տիկին Խամոյանն իր երեկվա հուզիչ ելույթում դեմքի լուրջ արտահայտությամբ վարչապետից պահանջում էր ուղիղ պատասխաններ, թե վերջինս ինչ է ուզում հայ ժողովրդից եւ ակնկալում ուղիղ պատասխան։ Հիմա Տիկին Խամոյան հարցը ի տարբերություն ձեր հարցին ամենևին հռետորական չէ, ուստի դրան ուղիղ պատասխանները շատ ավելի հեշտ են։ Վերջը Կտրիչ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Այո կամ ոչ։ Այսա կակրաս եկել է Տիկին Խամոյանը։ Ունեք պատասխան Տիկին Խամոյան։ Չունեք։ Չեք պատասխանում եւ գիտեմ ինչու չեք պատասխանում, որովհետեւ գիտեք, որ մենք եւ մեր հանրությունը գիտենք հարցի պատասխանը եւ հետեւաբար որևէ պատասխան չի բխում ձեր շահերից, քաղաքական ցուկցվանգի մեջ եք։ Ինչևէ, սիրելի հայրենակիցներ, ես ամենևին հայ-առաքելական Սուրբ եկեղեցու այն հետևորդներից չեմ, ով ամբողջությամբ ուսումնասիրել եւ տիրապետում է եկեղեցական ներքին կանոններին ու ընթացակարգերին, ինչպես օրինակ վարչապետն է, ավելին նախքան հայտնի կուսակրոնության հարցի քաղաքական օրակարգում հայտնվելը, ես նույնիսկ վստահ չէի, որ դա կաթողիկոսին կարգալույծ անելու հիմք է։ Իհարկե հայրմերը գիտեմ, նոր կտակարանը կարդացել եմ, ընդ որում մի քանի անգամ։ Ունեցել եմ բազմաթիվ հարցեր, դրանք տարբեր առիթներով քննարկել եմ մի շարք հոգևորականների հետ եւ տպավորված եմ եղել դրական իմաստով։ Եվ վստահ եմ, որ իմ նման շատերն ունեցել են եկեղեցու հետ շփման նույնքան փորձառություն, ինչքան ես։ Սակայն ես եւ իմ նմանները նույնիսկ չտիրապետելով կուսակրոնության ուխտի եւ այլ կանոնների մշտապես զգացել ենք, որ մի բան այն չէ։ Եվ եթե փորձեմ համառոտ նկարագրել, թե ինչը այն չէ, ասածս կլինի հետեւյալը։ Մեր եկեղեցու սպասավորները բաժանվում են երկու տեսակի։ Առաջին, բառից ուղիղ իմաստով հոգևորականներ, ում լոկ ներկայությունն արդեն իսկ հաղորդում է օրհնության, վեհության, խաղաղության, հոգևոր հանգստության էներգիա, ովքեր իսկապես իրենց մեջ կրում եւ հաղորդում են Աստծո ներկայությունը։ Եվ երկրորդը, հոգևորականի քողի ներքո հայտնված հոգևոր արժեքներից զերծ անձինք, ում ներկայությունն առաջացնում է նվազագույնը դատարկության եւ խավարի զգացողություն։ Եվ ցավալիորեն սիրելի հայրենակիցներ, այս տեսակն է հայտնվել եկեղեցու ղեկին, եւ սա է թերևս այստեղ մի բան այն չէ զգացողության հիմնական պատճառը։ Սրանց մեղքերն իմ ընկալմամբ շատ ավելի ծանր են, քան բոլոր աշխարհիկ կյանքով ապրող մեղավորներինս, քանզի պայմանական նույն իսկ հաճախ ավելի ծանր մեղքեր գործում են Աստծո անվան ներքո։ Սա թերևս փարիսեցիության ամենագրոտեսկային դրսևորումն է։ Այսա հարգելի ընդդիմություն, դասական սրբապղծություն է։ Շարունակելով ձեզ հետ կիսվել եկեղեցականների հետ ունեցած շփման փորձառությունից, ձեր թույլտվությամբ կխոսեմ վերոնշյալ խմբի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի մասին։ Հարգելի գործընկերներ, եկեղեցի կառավարություն հարաբերությունների հանձնաժողովի շրջանակում վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում վարչապետի կողմից նշանակվել էի կառավարության ներկայացուցիչ եւ ահա այս աշխատանքային ձևաչափում առիթ եմ ունեցել շփվել վերոնշյալ սուբյեկտի ղեկավարած պատվիրակության հետ։ Ցանկացած բանական մարդու մտքով կանցներ, որ օրակարգի առաջնային հարցերի շրջանակը պետք է ներառեր մեր եկեղեցիների կառավարման ու վերանորոգման առնչվող հարցերը, հաշվի առնելով, որ դրանց մի մասը գտնվում է եկեղեցու հաշվեկշռում, իսկ մի մասը կառավարության կամ մասնավորապես ԿԳՄՍ հաշվեկշռում։
Թվում է, թե եկեղեցին ուրիշ էլ ինչ քննարկման թեմա պիտի ունենա կառավարության հետ։ Բայց արի ու տես, որ ժամեր տևած մի քանի քննարկումների չսպառվող միակ օրակարգային հարցը եկեղեցու հարկային դաշտից ամբողջապես դուրս բերելն էր, որն ըստ էության փաստացի իրողություն էր այդ պահին, սակայն օրենքով ոչ ամրագրված։ Առաջին իսկ հանդիպման արդեն իսկ օրենքի նախագիծը թղթին հանձնած եւ ինձ փոխանցած այս խմբակը 3 ֆորմալ հանդիպում անընդմեջ գումարած ռեստորանային մտերմիկ մեկ ճաշկերույթի ամբողջ ընթացքում հիմնավորում էին այս պահանջը նրանով, որ քանի որ ՀՀ սահմանադրության մեջ ամրագրված է եկեղեցու ուրույն դերն ու առանձնահատուկ կարգավիճակը, հետեւաբար դա պիտի օրենսդրության մեջ արտացոլվի եկեղեցուն ամբողջապես տվեր տեղափոխելու տեսքով, այդ թվում ներդրումների մասով։ Մարդիկ մաքսատուրք չէին ուզում վճարել, ինչն իհարկե անընդունելի էր կառավարության համար։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ չափազանցած չեմ լինի, եթե այդ օրերի հոգեվիճակս բնութագրեմ սուր կոգնիտիվ դիսոնանսով պայմանավորված էկզիստենցիալ ճգնաժամով։ Մի հոգեվիճակ եւ որևէ երևույթի տվյալ պարագայում հոգեվորականի կերպարի վերաբերյալ նախկինում ունեցած բոլոր պատկերացումներդ լղոզվում են կամ պտտվում գլխի վայր եւ ինքդ սկսում ես քեզ հարցել տալ. լավ, արդյոք նորմալ է, որ սրբազանի վեղար կրող վերոնշյալ սուբյեկտը պտտվում է Mercedes Magnus-ի G-Class AMG Geländewagen մոտ $100,000 արժողությամբ ավտոմեքենայով, ունի անձնական վարորդ ու առանձին դուռ բացող փակող։ Արդյոք նորմալ է, որ սրբազանի կոչում ունեցող վերոնշյալ սուբյեկտը խոսքի մեջ օգտագործելով հայհոյանքներ, հավանաբար դրանով փորձելով հետս ոչ ֆորմալ կամ ընկերական գիծախբերական խոսակցություն ծավալել, կիսագողական փողոցային բառապաշարով շփվի պետական այրերի հետ։ Արդյոք նորմալ է, որ սրբազանի կոչում ունեցող վերոնշյալ սուբյեկտն իրեն իրավունք վերապահի ռեստորանում մատուցողի հետ ստրկատիրոջ դերի մեջ մտած կամարական տոնայնությամբ խոսի վերջինիս հետ եւ այսպես շարունակ։ Իսկ առհասարակ այս օրերի քննարկումների ամենատպավորիչ եւ ոչ պակաս դիսոնանս առաջացնող զգացողությունն այն էր, թե ինչքան ավելի մոտ էր Աստծուն ֆինանսների փոխնախարարը, ով հիմնավորում էր եկեղեցականների պահանջի անթույլատրելիությունը, քան Խաչատրյանն ու իր խմբակը, ովքեր ոչ մի կերպ չէին հրաժարվում իրենց նորանոր G-Class Geländewagen-ներ գնելու հեռանկարից։ Այսքանի հարցի էմոցիոնալ եւ բարոյական մասով։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու եւ պետության հարաբերություններին հարկայի դաշտի համատեքստում, կառավարության դիրքորոշումը այդ օրերին եւ հիմա էլ կարծում եմ պիտի լինի հետեւյալը։ Եկեղեցին պետք է ամբողջապես մտնի հարկային դաշտ եւ որևէ ձեռնարկատիրական գործունեություն պետք է հարկվի ուղիղ այնպես, ինչպես ոլորտի այլ ձեռնարկությունները, ինչից հետո քննարկելու է երկու տարբերակ։ Առաջին, կառավարությունն ամբողջապես եկեղեցուն է վերադարձնում գումարը, հավաքագրված գումարը, որպես նվիրատվություն, սակայն այն հատկացնում է կոնկրետ ծրագրերի շրջանակում եւ իրականացնում է վերահսկողություն այդ գումարի նպատակային օգտագործման վերաբերյալ։ Եվ երկրորդ, կառավարությունը չի վերադասում հավաքագրված գումարը եւ եկեղեցին ամեն տարի դիմում է կառավարությանը կամ որևէ հաճախականությամբ կոնկրետ ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Կառավարությունն իր հերթին քննում է ծրագրի նպատակահարմարությունը, որից հետո որոշում է կայացնում տրամադրել գումար թե ոչ։ Համաձայնվեք, որ տրամաբանական է կառավարությանն ընձեռնել նման հնարավորություն։ Ի վերջո, միգուցե կառավարությունը չի ուզում հարկատուների գումարով արշակ սրբազանին G-Class Geländewagen գնել։ Իսկ այժմ ուզում եմ դիմել Աստծուն իսկապես մոտ եւ մեզ աշխարհիկ մարդկանց Աստծուն մոտեցնող հայ առաքելական Սուրբ Եկեղեցու իրական սպասավորներին։ Եկեղեցին այն տարիներ շարունակ պղծած խմբակը չէ։ Եկեղեցին դուք եք եւ դուք պետք է այս ամենի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնեք։ Ես ձեզ կոչ եմ անում այլևս չհանդուրժել այս ամենը եւ վերադարձնել եկեղեցին ժողովրդին, վերադարձնել եկեղեցին Աստծուն։ Եվ վերջում անդրադառնալով քիչ առաջ որոշ ելույթներին կուզեմ անդրադառնալ նախ Քրիստինե Վարդանյանի հնչեցրած մտքին։ Տիկին Վարդանյանն այստեղ ասում է, թե այս օրակարգը կեղծ է եւ սրա նպատակն է շեղել հանրությանը այս հարցերից եւ թվում է հարցեր, որոնք անդիմությունը վերջին 6 տարիների ընթացքում նախքան ազգային ժողով ներկայանալ եւ դրանից հետո ամեն օրը տասնյակ անգամներ բարձրաձայնում են։ Ասած Էլինար Վարդանյանի դուք adekvat եք, ես ուզում եմ հասկանալ դուք ժողովրդին իսկապես անմեղսունակի տեղ եք դրա, այսինքն 6 տարի նույն բանը կրկնել ու ասել մենք այդ հարցերից խուսափում ենք
Ես կարծում եմ դուք իսկապես պետք է աշխատեք ձեր վրա։ Շնորհակալություն։